Так, ես նոր իմացա, որ մեր երեխեքը Արցախի երաժշտության տակ պարելու են, բայց անունը Արցախ չի հայտարարվելու, հայտարարվելու է Արա Գրիգարյանի երաժշտությունը։ Ես հիմա եկեք մտածենք, իրար հետ մտածենք, հա։ Թուրքերը բողոքել էին։ Արա Գրիգարյանը ինչքան իմացանք թույլտվությունը տվել է։ Այդ երաժշտությունը Ադելա Պետրոսյանը Արցախ հայտարարել է եւ այդ երաժշտության տակ պարել է, առաջ տեղը գրավել է։ Ադելինա է թե Ադելա Պետրոսյանը։ Էլի են պարողներ եղել, ես չեմ իմացել։ Լավ։ Ինչ իրանքով են ստիպել երեխեքին Արցախ բառը հանել։ Պարզապես հայտարարել Արա Գրիգարյանի երաժշտության տակ։ Իրանք չունի Օլիմպիադայի կոմիտեն տենց բանաներ։ Ադրբեջանի Օլիմպիադայի կոմիտեն բողոքել է։ Այդ երեխաները ներկայացրել են այդ երաժշտության կոմպոզիտորի թույլտվությունը։ Այդ երաժշտությունը ամենուրեք Արցախ անունով է։ Ոչ մի իրանք չուներ Օլիմպիադայի կոմիտեն արգելել Արցախ անունը հայտարարելը։ Մերոնք են համաձայնություն տվել։ Հիմա որ մերոնք ասեն Ադրբեջանը սրա տակ չպարի, կամ այս անունը չլինի, բա այնտեղ չեն դնի։ Դու ով ես, դու պալնամոչնի չես, ես մարդու օրինական այդ երաժշտության անվանումը է սա, կոմպոզիտորը թույլ է տվել, այն մարդիկ է պարում են։ Ինչ իրանք ունի Օլիմպիադայի կոմիտեն թույլ չտա։ Մերոնք են խառնվել։ Շորտ։ Էլի այդ երաժշտությունը տարածեք, երեխեքին պատյուշ կարեք, ջանջիգեր արեք, հաղթանակը մերն ավանման գրեք։ Ես արդեն չեմ ուզում։ Մելչում։ Մերոնք պատնոշկա են տալի մեզ։ Մելչում։ Մեծ բան չէր էլի, ես փոքր հարցում հաղթող լինեինք։ Ինչ էր որ պատնոշկա տվեցին։ Լավ, հիշեցի բազմաթիվ դեպքեր։ Ալիևը գնաց Վատիկան, Փաշինյանը գնաց Վատիկան, վերջում հայկական պալատում Վատիկանում Ադրբեջանը նիստ կայացրեց, որտեղ փնովեց Հայաստանում, ասեց Հայաստանը պատմություն չունեցող երկիր է եւ այլն, վատն ենք, ֆաշիստ ենք։ Գերմանիայում նախագահը, Ֆրանսիայի նախագահը, Ամերիկայից մի քանի անգամ պաշտոն տարանցիկ ասել են, որ Արցախի հարցը բարձր արցախցիներ պետք է իրանք ունեն գնալու։ Փաշինյանը գնաց, Ալիևը հեռախոսով խոսած, սսկվեցին։ Գերմանիա նախագահը գնաց Ադրբեջան ներողություն խնդրեց դրա համար։ Երիքա, մերոնք են գնում, ասում են իրանց ասածը թող լինի։ Էլի եմ ասում, 100 անգամ ասել եմ, եթե ես ունեմ իմ ձեռքից մի հատ պահուսակ, կնոջ պահուսակը, մեջը իմ իրերն են, իմ մոտ է այդ պահուսակը, կողքս կանգնած է մի հատ տղամարդ, ասում է այդ պահուսակը իմն է, ուզում եմ վեցնեմ, ես էլ ասում եմ, հա, Իրանն է, թող վեցնի, երրորդ դեմքը չի ասի քոնն է, չէ, պահի քեզ, եթե ես ասում եմ Իրանն է, հասկանում եք, տեսնում է, որ իմն է, կնոջ պահուսակը, իմ իրերն են մեջը, իմ ձեռքիս է, իմն է, բայց որ ասում եմ Իրանն է, ինքն էլ ասում է իմն է, երրորդ դեմքը, երրորդ պետությունը չի ասի քոնն է, Արցախում արցախցիներ էին, իմ երկրում հիմա ես եմ, հայ եմ, իմ երեխեքն էին, իմ երաժշտություններ, իմ կոմպոզիտորներ, հիմա որ են Քյոնիգսբերգը դարել է Կալինինգրադ, կապիտուլյացիա եղել, կապիտուլյացիային որոշում են կայացրել Քյոնիգսբերգը սարքեն Կալինինգրադ։ Հիմա որ մի հատ նյեմկա Քյոնիգսբերգ երաժշտության տակ պարի, ռուսերու ասելու են մի պարի, պատմությունը Քյոնիգսբերգ է եղել։ Հիմա դե որ մերը ասում է, ինչա, իրական չի։
իրական չի եղել, իրականությունում չի եղել Արցախ, չէ, իրական չէր։ Իրական Հայաստանը չեք ունեցել, չի եղել, իրական չէր, մեզ մտքերով հենց ձև էր, գոնե բարքը տնի էլի, ինչ բարակ թե իրական, նա իրական չէր, մենք չէինք քայլում, մենք չէինք ապրում Հայաստանում, Հայաստան չկար, Արցախ չկար, հայեր չկային, իրական չէր, իրականություն չէր, մեր երազանքում էր, հիմա իրական ասարքում, մելը չէր, չէ, մելը չէր, եսի միջ չէր, Ոչի ժողովուրդ, ես հավես չունեմ դրա մասին մտածել, խոսալ, խնդրում եմ, էլի տարածեք շատ, էլի տարածեք, էլի թող ձեր էջերի վրա մնա։ Մեկ այդ դիկտորները, որ Արայ Գևարքյան ասեն, կարող է եւ հայտարարեն, որ անունը Արցախը, որ վերջի րոպեին հանել են։ Ես ինչքան հիշում եմ, միշտ դիկտորները այդպես բան ասել են։ Հիմա էլ էին ասում, այնց որ մեկը թող այդ երաշտանտակ բարեն դիկտորները անպայման ուրիշ երկրի դիկտորները անպայման հայտարարեն ինչ էր եղել, ինչ անուն էր, որ փոխվել է այդ անունը եւ այլն կասեն։ Թող երեխեքը բարեն, թող մեր երեխեքը ուրախ լինեն, չգիտեմ, պատժ կարեք, էլի դրեք այդ երաշտությունը, էլի Արցախ գրեք, էլի գրեք այդ երաշտությունը նամանավանդ արտերկրի դիասպորա ջան, խնդրում եմ, մենք դեր կարիք ունենք, դուք տեսնում եք, որ մենք ստեղ ոնց որ գաղութում լինենք։ Ազատ խոսքի ոչ մի հնարավորություն չկա, մենակ իմանեք ինչքան են ինձ գրում, քիչ խոսա, տանելու են քեզ։ Բան չեմ ասում ոչ մի, ես իմիջ չեմ ասում։ Մենք ձեր կարիք ունենք, արտերկրի հայեր, Արցախեր գրեք, հայտարարեք էլ, մեկնաբանեք էլ, ամեն երբ այդ կադրերը դուրս գան, տակ կոմենտներում էր գրեք, որ այդ Արցախի երաշտություն էր, որ տենց արեցին։ Մերոնց մատախառն է։ Նրանք բողոքել էին, այդ բողոքը չէին ընդունել։ Իսկ հիմա տենց արեցին։ Ասացին, պարզապես կասենք Արա Գրիգարյանի երաշտությունն է, անուն Արցախը չենք ասի։ Մեկ նից կուզենայի այնտեղ լիքա բան լինեին, արցախցիներ լինեն կամ հայեր լինեն, Արցախի դրոշը բարձրացնեին ու բղավեին Արցախ։ Ինչ եմ ասում, շատ կուզենայի։ Միլանում, Միլանի հայեր։ Խնդրում եմ, գնացեք Արցախի դրոշով կամ անց դրոշել, Արցախ բղավեք։ Եթե գնալու եք այդ Գեղասարդի այդ Օլիմպիադան նայենք, Օլիմպիադա գնացած հաստատ լիքը հայեր կլինեն, Արցախ բղավեք, Արցախ գրեք, պլակատի վրա գրեք, Արցախ ցույց տվեք, Արցախ բղավեք, այնտեղ դուք Հայաստանում չեք, ձեզ դե համար ոչ մի բան չեն անի, որ մի հատ վատմանով Արցախ վրան գրած մտնեք, ոչ մի բան չեն անի, որ բղավեք Արցախ, ծափ տալու հետ միասին, ինչև ծափ տալը, ոչ մեկ ձեզ ոչ մի բան չի անի։ Չգիտեմ, Միլանի հայը, եթե կարեք էդ արեք։ Ամսի 15-ին 20:45 Երևանի ժամանակով Իտալիայի հետ 3 ժամ տարբերություն եմ կարծիքով։ Հաջողություն դրա մասին էլ չեմ ուզում խոսամ, չեմ էլ ուզում մտածեմ արդեն հերիքա։ Իմացեք տենց է եղել։